Հիմա հայտնվեց այս ոչ թե հայկական գովազդ է, միջազգային ու առաջին օրերին գրեթե ամբողջությամբ բերվում էր սա։ YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում նոր հնարավորություն է կոնտենտ ստեղծողների համար, թե նյարդայնացնող փորձառություն դիտողների համար։ YouTube-ում գրեթե բոլոր տեսանյութերը սկսվում են գովազդով, երբեմն ավարտվում մեկ այլ գովազդով։ Հայաստանում մոնետիզացիայի ակտիվացումը փոխում է խաղի կանոնները։ Մոնետիզացիան Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն է, կարելի այսպես ասել, որովհետև դա փոխելու է ոչ միայն գլոբալ դիջիթալ գովազդի դաշտը, այլ կարևոր կոնտենտ ստեղծողների համար ստեղծվելու է շատ մեծ հնարավորություն տվյալ կոնտենտի ստեղծումը մոնետիզացնել։ Մոնետիզացիան կարող է օգտակար լինել նույնիսկ նվազագույն հետևորդների շեմը հաղթահարած ալիքներին։ 1000 հետևորդ ունեցող ալիքն էլ եկամուտ կստանա։ YouTube-յան չանելները, որոնք բավարարում են նվազագույն պայմաններին, դառնում են օգտատեր եւ ունենալով իրենց օգտահաշիվը, պարզապես գցում են իրենց որոշակի տվյալներ եւ արդեն իսկ ավտոմատ կերպով կախված ցուցադրությունների քանակից բնականաբար արդեն ոնց որ մեխանիզմը շարժում է եւ դու որևէ մասնակցություն տեխնիկական process-ին չես ունենում։ YouTube-ը սակայն խիստ հսկողության տակ է պահում նաև հայկական տիրույթը։ Հիմա ավելի խիստ պետք է հետևել բովանդակային եւ էթիկական չափանիշներին։ Դրանց խախտման դեպքում ալիքը կարող է զրկվել եկամուտ ստանալու հնարավորությունից, իսկ հեղինակը ալիքից ընդհանրապես։ Բավականին խիստ կարգավորումներ կան այն առումով, որ ցանկացած կոնտենտ չի կարող անցնել Google-յան տիրույթում մոդերացիան։ Այսինքն կան հստակ կետեր, որոնք հնարավոր չի նման բովանդակությամբ, որոնք օրենքին հակասող բովանդակություն է կամ Նոր պայմաններում հայկական YouTube-ում սպասվում է նաև մրցակցության ակտիվացում։ Երբ հարթակը դառնում է եկամտի աղբյուր, ստեղծողները սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին, գաղափարներին եւ դիտողի պահանջարկին։ Ըստ էության, մինչև այս պահը YouTube-ից գումար աշխատում էին մենակ այն դիտումներից, որոնք երկրներում են, որտեղ կա մոնետիզացիա, այսինքն բոլոր հայկական քրեատորների մոտ մեծամասնությունը Հայաստանի դիտողներն են, բայց այդ մեծամասնությունից գումար ոչ ոք չէր ստանում։ Հիմա ոնց որ բացվում այդ պատոհանը, որ կկարողանան մեծամասնությունից իրենց լսարանի գումարը ստանալ այդ դիտումներից, ինչը շատ լավ է, ինչը միանշանակ բերելու է նրան, որ որակն է լավանալու, ավելի հետաքրքիր նախագծեր լինելու, մրցակցությունը շատանալու է, այս մրցակցությունը միշտ ավելի լավ արդյունքի է բերում։ YouTube-ում գովազդները գործում են թիրախավորման սկզբունքով, հաշվի առնելով օգտատիրոջ հետաքրքրությունները, որոնումները եւ դիտումների պատմությունը։ Գովազդատուի համար շատ կարևոր է լինելու, որ կարողանալու է ավելի լավ թիրախավորել, գտնել իր լսարանը, այսինքն եթե դա մանկական պրոդուկտ է, երևի իրան իմաստ չունի օրինակ Arm Comedy-ում գովազդ անել, բայց եթե այնպիսի բան է, որ Arm Comedy-ի լսարանին ավելի մոտ է, ավելի հասկանալի է, այդտեղ մեծ հնարավորություններ են բիզնեսի համար բացվելու։ Առանց գովազդ YouTube-ի դարաշրջանը աստիճանաբար ավարտվում է։ Կամ պետք է հաշտվել նոր պայմանների հետ, կամ ընտրել վճարովի տարբերակը, որը դեռևս Հայաստան մուտք չի գործել։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոնի համար։